Ինչու դիմեմ հոգեթերապևտին, եթե կարող եմ ընկերոջս հետ անվճար զրույց ունենալ և թեթևանալ։ Հոգեթերապևտը այն մասնագետն է, ով տասնյակ տարիներ կրթություն է ստանում, բակալավր, մագիստրատուրա, երբեմն ասպիրանտուրա, տասնյակ սեմինարների, տրեյնինգների, վերապատրաստումների է մասնակցում, եթե ոչ ավելի շատ։ Իր սեփական հոգեթերապիան է անցնում ինքը որպես այցելու, որպեսզի լուծի իր սեփական խնդիրները, իր անձը ավելի ճկուն լինի, ավելի մաքուր տեսք ունենա, իր սեփական խնդիրները, որպեսզի չխանգարի այցելու հետ աշխատելու ընթացքում։ Սուպերվիզիա, բալինցյան խմբեր, տարբեր վերապատրաստումներ, տրեյնինգներ, սեմինարներ, այս բոլորը նրա համար է, որպեսզի ինքը իր մասնագիտության մեջ թե ավելի կոմպետենտ լինի, թե ավելի որակավորումը բարձր լինի։ Ինչ վերաբերում է ընկերոջը, ապա դուք, քանի որ համարվում եք ընկերներ, դուք ունեք աշխարհայացքի նմանություններ, ճաշակի նմանություններ, ու չի բացառում այն փաստը, որ ձեր պատմությունը, ձեր խնդիրը, երբ որ դուք կիսվեք, ձեր ընկերոջ վերաբերմունքը ձեր անձի հանդեպ կարող է փոխվել։ Այսինքն ընկերը, հարազատը, բարեկամ ավելի մեծ հավանականությամբ կարող է ձեզ քննադատել, մեղադրել, հակասություններ առաջանա, թեմա, որը որ բարիեր կհանդիսանա, որ ձեր ընկերությունը կարող է դրանից տուժել, այսինքն տարբեր աշխարհայացքներ կարող է ձևավորվել։ Իսկ հոգեթերապևտը երբեք չի քննադատում, չի մեղադրում, չի ծաղրում, ուղիղ խորհուրդներ չի տալիս, ստեղծում է պայմաններ, որպեսզի ձեր անձը զարգանա, որպեսզի հոգեթերապիայի շնորհիվ դուք զարգացնեք ձեր մտածողությունը, ճանաչեք ձեր էմոցիաները, ձեր ապրումները, ձեր ինքնագիտակցումը ավելի է բարձրանում, այսինքն տարբեր իրավիճակներում սկսում եք ուշադրություն դարձնել ձեր ռեակցիաներին, ձեր մտքերին, ինչ եմ կարողանում ասել, ինչ չեմ կարողանում ասել, որտեղ եմ կարողանում պաշտպանել իմ անձնային սահմանները, որտեղ չեմ կարողանում պաշտպանել։ Դուք ավելի ռեֆլեքսիվ եք դառնում, այսինքն այդ պատճառահետևանքային կապն եք տեսնում, ձեր մեջ կարողանում եք վերլուծել իրավիճակները, ձեր անգիտակցականում թաքցված նյութը ավելի հասանելի է դառնում ձեզ, այսինքն հաճախ եք դուք հասկանում ձեր թաքնված մոտիվները, թե այս ընտրությունը անելուց ինչն է նպաստել, ինչ գործողությունը անելուց ինչն է նպաստել։ Մյուս կողմից բարեկամները արդեն ձեզ պատրաստի խորհուրդներ են տալիս, ու դուք կախվածություն եք ունենում այն մարդկանցից, ովքեր ըստ ձեզանից ավելի խելացի են, ու դժվարության ժամանակ դուք գնում եք խորհրդի հետևից։ Իսկ հոգեթերապևտը ձեզ խորհուրդ չի տալիս ոչ միայն այն պատճառով, որ դուք զարգանաք, այլ որպեսզի որ դուք կախվածություն չունենաք հոգեթերապևտից, այլ այն հմտությունները, որ սովորում եք հոգեթերապիայի ընթացքում, դա դառնում է ձեր հմտությունը, ձեր կյանքի տարբեր բարդ դժվար իրավիճակներում դուք կարողանում եք դա կիրառել, ինչ որտեղ դուք նաև դառնում եք ձեր հոգեթերապևտը, եւ երբ որ մի բան փորձում եք չի ստացվում, դուք մեղավորներ չեք փնտրում, ավելի առաջին հերթին սկսում եք վերանայել ձեր քայլերը, որտեղ եք թերացել, որտեղ եք սխալ կատարել, եւ ձեր սխալի համար դուք եք պատասխանատվություն կրում, այլ ոչ թե այդ ամբողջ մեղքը բարդում եք այն մարդու վրա, ով որ ձեզ խորհուրդ է տվել։ Մյուս կողմից հոգեթերապևտը ավելի էմպաթիկ է, կարողանում է ապրումակցել, կարողանում է ձեզ լսել, հասկանալ, ներգրաված է ողջ պրոցեսի ընթացքում, այլ բանով չի զբաղվում, անդադար իր ողջ ուշադրությունը ուղղված է ձեզ, այսինքն այդ 50 րոպեվա ընթացքում հոգեթերապևտը արտաքին աշխարհի հետ կոնտակտ չունի։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ընկերներին, եթե ուշադիր լինեք, փորձեք հետևյալը հաջորդ անգամ։ Երբ որ դուք սկսում եք խոսել ձեր խնդիրներից, նրանք ինչ որ փուլից սկսած այլևս չեն կարողանում ձեզ լսել, նրանք նմանատիպ ձեր դեպքին նման օրինակներ սկսում են իրենց կյանքով բերել, որովհետև ձեր պատմությունը արթնացնում է իրենց մեջ իրենց խնդիրները եւ իրենք ուզում են իրենց խնդիրների մասին խոսել, ոչ թե լսել արդեն, այլ իրենք խոսել։ Մյուս կողմից, քանի որ խնդիրը հոգեբանական է, բարդ է, առօրեական չի, նրանք այդքան ռեսուրս չունեն, որպեսզի հոգեթերապևտի ֆունկցիա կատարեն եւ պաշտպանվելու համար կամ ձեզ ցրում են, կամ խորհուրդներ են տալիս, կամ ասում են դե լավ կլինի մի մտածի, սպորտով զբաղվի, վազի, պարապությունից է, որ դու այդքան խնդիրներ ունես, այ որ մի հատ մասնագիտություն ունենաս կամ մի հատ գործ ունենաս, այլևս չես մտահոգվի դրանց հետ կապված։ Այսինքն այս եղանակով նրանք արժեզրկում են ձեր խնդիրը, կամ ասում են այդ ինչ է, որ բանի տեղ ես դնում, այ մարդիկ ավելի բարդ խնդիրներ ունեն, մարդկա տուն չունի, մարդկա ոճ չունի, մարդկա ձեռ չունի, մարդկա հերն է նոր մահացել։ Այս բոլոր արտահայտություններով ձեր ամոթի զգացումը ուժեղանում է, որ իրոք էս ինչ խնդիր է, որ ես սկսել եմ սրանով զբաղվել, մարդիկ նա ինչ խնդիրներ ունեն։ Աֆրիկայում ջուր չկա խմելու, ես դրել եմ մտածում եմ, որ մեքենաս խփել եմ կամ ընկերուհուցս բաժանվել եմ,
ոչ հարգելիներս, ձեր հարազատի ամենաչնչին թվացող խնդիրը իր համար մեծ նշանակություն ունի, իսկ հոգեթերապևտը երբեք չի արժեզրկում տվյալ մարդու խնդիրը ու շեղող թեմաներով չի փորձում խնդրից թեքել նրա ուշադրությունը այլ ուղղության վրա, այլ անդադար կապ չունի այցելուի խնդիրը ըստ իրեն ինչքան պրիմիտիվ է, հոգեթերապևտի համար պրիմիտիվ ու պարզ խնդիր չկա, ու մյուս կողմից հոգեթերապևտը բարձրի դիրքում չի, ես ու այցելուն գտնվում ենք նույն հարթակի վրա, հավասարը հավասարի հետ հարաբերություն է համարվում իմ եւ այցելուի շփումը, մյուս կողմից այցելուն ինձ համար հիվանդ կամ տկար կամ անզոր մեկը չի, ում որ պետք է խղճամ, ոչ այցելուն բոլոր արժեքներով ինձ հավասար մարդ է, մեր միակ տարբերությունը ոչ թե առավելությունը, այլ տարբերությունը նրանից է, որ ես ունեմ հոգեբանի, հոգեթերապևտի, կլինիկական հոգեբանի, էկզիստենցիալ հումանիստական հոգեթերապևտի կրթություն, իսկ այցելուն կարող է լինել դասախոս, ֆիզիկ, մաթեմատիկոս եւ այլ, այսինքն իմ գիտելիքը առավելություն չի, ու ես այստեղ վերևի բարձրի դիրքում չեմ, հավասարը հավասարի հետ շփումը թույլ է տալիս այցելուին, որ նա եւս իր հանդեպ ունենա նմանատիպ վերաբերմունք, ինչպիսին որ իմ վերաբերմունքն է իր հանդեպ, անգնահատողական, հարգանքով, սիրով, այս ամենը նաև ստեղծում է հոգեթերապևտիկ մթնոլորտ եւ մյուս կարևոր հանգամանքը նշեմ, ոչ թե բուժում են իմ դիպլոմները կամ իմ կրթությունները, իհարկե դա նպաստում է, այլ առաջին մեծ նշանակություն ու ազդեցությունը թողնում է միջանձնային փոխվստահելի հարաբերությունը, մինչև իմ ու այցելուի միջև չի ստեղծվում վստահելի հարաբերություն, process-ը չի կարող լինել այդքան էֆեկտիվ, իսկ դրա համար ոչ միայն նպաստող գործոն է իմ կրթությունն ու կամ իմ անցած ուղին, այլ նաև անձնային առանձնահատկություններս, որովհետև հոգեթերապևտի ամենամեծ գործիքը իր անձն է, իմ մոտեցումն է մարդկանց հանդեպ, ոչ թե ես կաբինետում տես ձևի մեջ, ինչ որ դերի մեջ եմ միայն այցելուի հանդեպ, այլ առօրյա կյանքում էլ իմ վերաբերմունքը մարդասիրական է, հոգեթերապևտի վերաբերմունքը պետք է լինի մարդասիրական, հոգեթերապևտը երբեք չպետք է լինի միզանտրոպ, այսինքն մարդկանց չսիրող, այն մասնագետը, ով որ կաբինետում խելոք իր դերը կատարում է, իսկ դուք առօրյայում կենցաղում պատահական տեսնում եք, որ նա ինչպիսի վատ վերաբերմունք է ցուցաբերում մատուցողի հանդեպ, հավաքարարի հանդեպ կամ սպասարկման ինչ որ կետում, հավատացած եղեք այդ թաքնված ագրեսիան կամ այդ ակտիվ ագրեսիան ինչ որ փուլում գալու է հոգեթերապիա եւ ցավով եմ նշում, որ կան այցելուներ, ովքեր ունեցել են անհաջող փորձեր, եղել են տարբեր հոգեբանների կամ հոգեթերապևտների մոտ, վնասվել են, ինչ որ բացասական վերաբերմունք են ստացել, բայց այստեղ եւս ամեն ինչ միանշանակ չէ, որովհետեւ այցելուի ընկալումը շատ ավելի տարբերվում է, որովհետեւ այցելուն երբեմն դու իրան ասում ես տանձ, ինքը դա հասկանում է որպես խնձոր, այցելուն պետք է հաշվի առնել, դյուրագրգիռ է, խոցելի է, ավելի գերզգայուն է եւ հոգեթերապևտը հաճախ պետք է ավելի զգուշ արտահայտվի, որովհետեւ այցելուն, քանի որ մեծ նշանակություն է տալիս հոգեթերապևտի անձին, ինչ որտեղ հեղինակություն է ընդունում, նա կարող է ավելի նեղացկոտ, ավելի խոցելի լինել, ավելի զգայուն է լինում եւ քո ամեն մի ասածը իր համար ավելի մեծ ուշադրության է արժանանում։ Հետեւաբար երբեմն լինում է դեպքեր, որ հոգեթերապևտը չի վնասել այցելուն, այլ այցելուն ունեցել է նախատրամադրվածություն կամ տեղի է ունենում պերենոս ասածը, տրանսֆեր ասածը, այսինքն այցելուի համար անգիտակցականում հոգեթերապևտը դառնում է իր համար կարևոր ինչ-որ մեկը, իսկ այդ կարևոր ինչ-որ մեկը մաման, պապան, տատիկը, պապիկը ոչ միայն սիրո աղբյուր են, այլ երբեմն նաև կարող են լինել բացասական հույզեր արթնացնելու աղբյուր, պրոյեկցիա է տեղի ունենում, այցելուն իր բացասական կամ դրական էմոցիաները պրոյեկտում է հոգեթերապևտի վրա եւ այդ պահին հոգեթերապևտի մարմնի վրա էկրանին խաղարկվում է իր կյանքում այլ դերեր ունեցող մարդկանց կերպարը, հետևաբար այցելուն թվում է, թե հոգեթերապևտն է ճակերտավոր ասած լավը կամ վատը։ Այսքանը սիրելիներս, եթե մնացին հարցեր, խնդրում եմ կոմենտով ուղղել։